Գրել էի նամակով ամեն ինչ, մինչև այդ զեկուցագրերը կա շատ մանրամասն 2 ամիս արդեն ամեն ինչ աշխատել էինք եւ պիտի ընդուներ Ռոբերտ Քոչարյանը բայց վերջի պահին դա ապրիլ ամիսն էր որովհետեւ լավ հիշում եմ ապրիլի 24-ին այդ միջոցառումները ապրիլի 25-26-ն էր Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց հանդիպելուց եւ հանդիպեցին Վարդան Օսկանյանը եւ Արմեն Մովսիսյանը որ էներգետիկայի նախարարն էր բնականաբար խոսակցություն բանը եւ այսպես էր 800 մեգավատ հզորությամբ պիտի լիներ եւ 2.5 միլիարդ էր սա ամենակարևորը որն էր որ ֆինանսավորելու էին ճապոնացի եւ ճապոնացիք պիտի ամեն կիլոգրամ իրենց այսպես ասած այն օգտագործած վառելքի դիմաց բացեն որ մեզ ձրի պիտի դա տային $1000 էլ փող պիտի տային մեզ ամեն կիլոգրամի համար եւ մեզ տարեկան 5.5 տոննան լրիվ բավարար էր որպիսի այդ 800 մեգավատ ունենանք ասեմ որ ներկայիս ատոմակայանը մոտ 400 մեգավատ է եւ ես լավ հիշում եմ երբ որ բանը Արմեն Մովսիսյանն ասեց այդ քննարկման ժամանակ է նաև դե հայերեն էին խոսում որ ասում էր բայց ինչ ենք անել այդ 800 մեգավատ հոսանքը Օսկանյանն ասեց դա ամբողջ քաղաք է հրապարակի նման կլուսավորենք ասեց այդ 60 մեգավատ բա մնացածը ես էլ ասեցի ժողովրդին կտանք ձրի այսինքն կրակնենք այդ հոսանք որովհետև ստացվում էր մենք ինչքան վաճառել չեն կարող դա էլ վաճառել ճապոնացիք ասում են մենք կծախենք թուրքերին բան այդ եւ մենք այնտեղ $11 միլիարդ մենք պիտի օգուտ ստանայինք 5 տարվա ընթացքում բայց խնդիրը հետեւյալն է ընդհանրապես որ դու ինչքան աշխատացում ես ատոմական այնքան ծախսես չի անում բայց սա հակառակն էր ստացվել ինքան շատ էլեկտրականություն աղդան այնքան քո եկամուտը շատ է որտեվ ճապոնացիք էին վճարելու դրա համար նաև դու քո թափոններն էիր սպառելու դրա բայց չեղավ հետո ես երբ որ արդեն դուրս եկա նախարարությունից եւ դեսպան չէի 2007-ի աշունը այդ ժամանակ Սերժ Սարգսյանը վարչապետ էր եւ ես գնացի Սերժ Սարգսյանի մոտ այսինքն մեկ էս թեմայից տեղյակ էր Սերժ Սարգսյանն ասել էր ինքը հրավիրեց մոտը եւ այդ ժամանակ ես գնացի հարցը ներկայացրեցի ասես նստեցի Արմեն Մովսիսյանին կանչեց որ գա նախարարն է դեռ այդ ժամանակ Այսպես մի 10 րոպե էս բան մի տեսակ անհարմար նստել եմ չգիտեմ դա ասում հանգիստ նստե եկավ ասեց Արմեն ռուսները մեզ կթողեն որ մենք ատոմական կանադական կառուցենք ասես չէ շուռ եկավ ինձ ասեց էսա հարցի պատասխանը ու թեման փակվեց